Այդ հարցազրույցի ամենասարսափելի դրվագը վերաբերում էր գերիներին։ Ինչա ասել նա, սարսափելի մի բան է ասել։ Բաքվի, բռնապետական Բաքվի դատարանը նա համեմատել է Նյուրնբերգի հետ, իսկ մեր ռազմագերիներին ավելի վտանգավոր հանցագործները համար է, քան նույնիսկ նացիստներն են։ Բառացի համերա ցիտեցի նրա այդ սարսափելի մտքերը։ Սա ի՞նչ է նշանակում։ Եթե մեր գերիներին նա համեմատում է նացիստների հետ, Հայաստանին էլ համեմատում է կապիտուլացված Գերմանիայի հետ։ Եվ փորձում է միջազգային հանրության աչքերում խիստ վտանգավոր իմիջ ձևավորել Հայաստանի համար։ Սա նշանակում է, որ հենց այդպիսի խաղաղության մոդելի պատկերացում ունի Ալիևը։ Գերիների հարցը դարձավ այն բանալին, որ մենք լիարժեքորեն պատկերացնենք Ալիևի պատկերացումները, իսկ այդ պատկերացումները հանգում են նրան, որ ենթադրվելիք խաղաղությունը պետք է հաստատվի ոչ թե ինչ-որ բալանսի վրա, ոչ թե ինչ-որ համաձայնությունների հիմքով, այլ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի հիմքով։ Այս սրա մասին էր խոսում Ալիևը, ի հեճուկս Փաշինյանի վարքագույն պատրանքների։ Ավելին ասեմ, ռուս-ուկրաինական պատերազմից մեզ երկու տերմին է հայտնի՝ դենացիֆիկացիա եւ դեմիլիտարիզացիա։ Ռուսները նման պահանջ էին ներկայացնում եւ են ներկայացնում Ուկրաինային, տեղյակ եք։ Հիմա այս ռուս-ուկրաինական պատերազմի նրբությունների մեջ չեմ մտնի։ Ուղղակի այս տերմինները հիշեցրեցի, որպեսզի ասեմ, որ նույն դեմիլիտարիզացիան եւ դենացիֆիկացիան Հայաստանից պահանջում է Ալիևը։